Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ցեզի սիրելի արազատներ, բարի լույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Ինչպես անցնող շաբաթ ցեզի Հայաստանյա ցերակերական մեր Սուրբ Եկեղեցու հայրաբետներու դնորինությամբ Աստվածամոր վերապոխման դոնը ոչ թե միայն մեկ օր, այլ 9 օրեր շարունակ կդոնախմբվի։ Եվ այսօր 7-րդ օրն է։ Եվ որքան ցնծություն է մեր բոլորին, մեր Տիրոջ ու Փրկին Հիսուս Քրիստոսի երկրավոր մայրը, որովհետև Հիսուս ինք երկնքի մեջ անմայր էր, միայն հայր ուներ, հոր մեծ ծնած էր հավիտենական ժամանակներեն առաջ։ Բայց ժամանակներու ավարտին Հիսուս ծնավ Սուրբ Մարիամեն եւ հետեւաբար անհայր ծնավ երկրի վրա որպես մարդու որդի Սուրբ Մարիամ Աստվածածնեն։ Անոր համար մենք կպատվենք, կմեծարենք, երանի գսենք Սուրբ Մարիամին, որովհետեւ անոր ունեցած թերը մարդկության մեջ ովևէ մեկը չի ունեցած եւ չի ալ գրնալ ունենալ, որովհետեւ ով սիրելիներ Հիսուս Քրիստոսը աշխարհ ծնավ մարմինով, բացի Սուրբ Մարիամեն։ Ես ուրախ եմ ասելու, որ նաեւ այսօր կտեսնվի ավետարանական եկեղեցիներուն, փոքրական եկեղեցիներուն գոմե չանկը Սուրբ Աստվածամոր ավելի մոդենալու եւ զայն ավելի հասկանալու, հատկապես օդար ավետարանական եկեղեցիներու մեջ։ Ասիկա ես դեսած եմ ու կվգայեմ, նաեւ ուրախությամբ կուզեմ ասել, որ երդասարտած խումբ մունին թիվով բավական մեծ եւ անոնց մեջ շատ երդասարտներ, որոնք ավետարանական եկեղեցի հաջախած են կամ այդտեղ ծնած են, այսօր ամբողջությամբ հայ առաքելական եկեղեցին վերադարձած են, գծարայեն եւ նաեւ ավելի խորունկ հասկացած են այն աստվածապանությունը, որ եկեղեցու հայրերը փոխանցած են մեզի։ Ամեն շաբաթ ցեզի գընթերցեմ եկեղեցու հայրերեն քրությունը։ Այսօր բացառապես պիտի ընթերցեմ սիրելներ հոգևոր հավատացյալ գնոջը, հոգևոր քրոջը մեկ քրությունը Աստվածամոր մասին գրված, իրականության մեջ անիգա ուղված է երջանիկ հույս թերթի խմբակրության եւ գարկ մդեղեր հաբաղերով, գրջադերով պիտի ընթերցեմ այս քրությունը, որ իսկապես որ քերեցի քրությունն է Աստվածամոր նկարակիրը եւ բադիվը բարձրացնող։ Գսե Մարիամի բարեմասնություններուն մասին որպես հավատքի ախոյան եւ որպես հնազանդության գերբար գադարյալ վստահություններ Աստծո նկատմամբ եւ որ Տիրոջ ծրագիրը ընդունեց Աստուծո մայրը ըլլալու վերոյշյալ բնութագրումը Մարիամի մասին շատ ճիշտ ու արդար է, բայց դեռ շատ ավելին կարժե ասել այդ շնորհալի եւ անարատ գույսի մասին, որ Աստվածաշունչի մեջ իր հadouk դերը կգրավե եւ զայն պետք է առանձնացնել Աստվածաշունչի մեջ հիշված մյուս բոլոր գիներեն, անոր համար որ անոր առաքելությունը եւ հանգամանքը շատ յուրահատուկ է։ Մարիամի կարևորությունը այն բանին մեջ կգայանա, որ ան Քրիստոսի փրկության ծրագրին մասնակից է եւ կարևոր թեր ունի եկեղեցու կյանքին ու գործունեության մեջ եւ զայն կարելի չէ ուրիշ գիներու շարքին տասել։ Վերջին ժամանակներու այս օրերուն, երբ Քրիստոս իր Սուրբ Հոգին գտապե մարդկության վրա եւ իր խոսքը եւ պատգամները մեզի լսելի գտարցնե իր պատգամապերներուն եւ իր խոսապողներու միջոցով, Մարիամ իր երևումներով հանդես կուքա աշխարհի դարբեր շրջանները, ինչպես Լուրդը, Ֆաթիման, Եգիպտոսի Զեյթուն քաղաքը եւ բազմաթիվ այլ դերեր, ապաշխարության հրավիրելով մոլորած մարդկությունը եւ մայրական քաղցրությամբ անոնց կհայտնե իր որդվույն սիրույն եւ ողորմության մասին, քանի դեռ Աստուծո ողորմության ժամանակը չէ վերջացած։
Դժբախտաբար Մարիամ իր արդար ճանաչումը չէ կդած որոշ կրոնական համայնքներու մեջ, հատկապես բողոքականներու մեջ։ Ճիշտ է որ Ավիդարանը լայն դերեկություն չի դար Մարիամի մասին եւ զայն գիշե Քրիստոսի հետ առնչվող դեպքերու բարակային ընդհանրապես անոր համար որ Մարիամի գերբարը եւ արժանիկները հանդես կուքան գլխավորապես Քրիստոսի անձին ու գերբարին եւ անոր առաքելության ընդմեջ են։ Երբ առաքյալները Ավիդարանը կգրեին, բնականաբար անոնք պետք է գետրոնային գլխավորապես Հիսուսի անձին, կորձունեության եւ ուսուցումներուն վրա, որովհետեւ Հիսուս որպես փանը Աստուծո խոսքը ինքն է Ավիդարանին առանցքը։ Այդուհանդերձ գարելի չէ Մարիամ առանցնացնել Քրիստոսի առաքելութենեն, որովհետեւ ինչպես նախաբեսսի, անմասնագից էր այդ առաքելության, նախ որպես Քրիստոսի աշխարհի փրկին ծնողը, իսկ Քրիստոսի համբարձումեն յետ որպես առաքյալներուն խորհրդադուն, ինչպես նաև նախադիբարը եւ հիմնադիրը Քրիստոսի եկեղեցուին եւ հոգեվոր մայրը բոլոր Քրիստոսի հետևորդներուն։ Երբ Հիսուս խաչին վրա Հովանեսին հանձնեց իր մորը, անգնախադեսեր անոր եկեղեցու մայրը ըլլալը եւ նկատի ուներ բոլոր հավատացյալները, որովհետեւ Հովանեսը կխորհրդանշե հավատարիմ եկեղեցին, ինչու որովհետեւ ինք հավատարիմ մնաց առաքյալների մեջ միակը, որ Քրիստոսի մինչև խաչելության ժամանակ քովը մնաց եւ հետեւաբար Քրիստոս իր եկեղեցին հանձնեց իր մորը, որովհետեւ Հովանեսին ըսավ ասիկա քու մայրը թե եւ մորը ըսավ ասիկա քու զավակը թե։ Երբ Հիսուս խաչին վրա Հովանեսին հանձնեց իր մորը, անգնախադեսեր անոր եկեղեցու մայրը ըլլալը եւ նկատի ուներ բոլոր հավատացյալները։ Եթե Քրիստոս աշխարհ եկավ բոլոր մարդկության համար, ուրեմն իր մայրն ալ սահմանված է լալու բոլոր Քրիստոսի հետևորդներուն մայրը։ Գարկմա Աստվածաբաններու համաձայն հայտնության գիրքի 13-րդ գլխուն 5-րդ համարի մեջ, երբ Սատանան ցախողեցավ ոչնչացնել Մարիամը եւ իր ծնանելիք զավակը, անգադաղած բادرազմ հրճակեց անոր զավակներուն թեմ, այսինքն բոլոր Քրիստոսի հետևորդներուն թեմ։ Սա հայտնություն Հովանու 13-րդ գլխու 17-րդ համարի մեջ կտեսնենք։ Մարիամ մասնագից էր Քրիստոսի կյանքին բոլոր հանգրվաններուն, ծնունդեն մինչև խաչելությունը։ Անորպես Աստուծո քարին, քարնուգին մայրը, մասնագից դարձավ Քրիստոսի բոլոր չարչարանքներուն եւ դարաբանքին, սիրով, խոնարհությամբ եւ անձնվիրությամբ, առանց դրդունչի փառմը իսկ արդասանելու։ Մարիամի կյանքը համակ զոհաբերություն եւ դարաբանք էր, նույնիսկ նախքան Քրիստոսի ծնունդը։ Ինչու՞, որովհետեւ եւ որ հղացավ Քրիստոսով, սիրելներ, բադանի աղջիկ, առանց ամուսնության հղանալ, հրեական օրենքով արժանի էր քարգոծումով սպաննվելու, եւ սակայն ինք հանձնարավ այդ բոլոր նեղությունները, երբ ըսավ ես Աստուծո աղախինն եմ, ինչպես որ դեր գուզե այդպես թողնա։ Իր նշանադրությունը Հովսեփի հետ այնքան ալ ցանկալի միությունը չէր աշխարհի չափանիշերով, նկատի առնելով այն հանգամանքը, որ Հովսեփ թեև արտար մարդ մներ, բայց դարիքով շատ մեծ էր Մարիամին եւ գենթադրելի որ նաեւ զավակներ ուներ։ Հետևաբար հայր Հովսեփը ինք խնամակալի եղավ իրականության մեջ Սուրբ Մարիամի։ Իսկ Քրիստոսի ծնունդեն ամիջապես վերջ Սիմեոն Զերունին մարգարեությամբ Մարիամի սրտեն սուրմը անցավ, եւ որ Սիմեոն Զերունին ասավ սուր պիտի անցնի քու սրտեդ, եւ իսկապես Աստվածամոր սրտեն բազմաթիվ սուրեր անցան։ Թեև Ավիդարանը այդ մասին չի հիշեր, բայց որոշ պատմական աղբյուրներ կվկայեն, որ Մարիամ իր որդվույն հետ քաղաքը շրջեր, մինչ Հիսուս գքարոզեր շատ հաջող բարգելու դերմը չունենալով։ Հետաքրքրական է սիրելներ, որ այսօր Լիբանանի մեջ, Սիթոն ուրեմն վայրի մեջ, Սայդայի մեջ, վայրը եկեղեցի մը գա, որ գոչվի Մանթարա, եւ այդ մանթարան կնշանակի սպասման վայր։ Ըստ ավանդության, եւ որ Քրիստոս թեպի Սայդա, թեպի Սիդոնի ուրեմն քաղաքը գերտար, Աստվածամայրը այդ վայրի մեջ կսպասեր եւ այդ վայրին վրա է որ այսօր եկեղեցիմը սարքված է։ Իսկ ինչպես կարելի է նկարագրել անոր վիթխարի եւ ահավոր դարաբանքը, մինչ ան ագանադես կլար իր որդվին չարչարանքներուն եւ խաչելությանը, առանց դրդունչի փառմը իսկ արդասանելու։
Խարազանի յուրաքանչյուր հարված, որ իր որդվին մարմնին վրա գիչներ, գծվադեր ու գարուներ իր մայրական քնքուշ սիրտը։ Հիսուսի ցերկերուն ու ոտքերուն խրված կամերը գիչնեին մինչև իր սրդին խորքերը, զայն ձվադելով ու արյունակամ դարձնելով։ Փզիկ կլար Աստվածամոր սիրտը, երբ կտեսներ, թե ինչպես կհարվածեին իր որդին։ Այո, գարելի չէ նկարագրել Մարիամի ցավն ու դարաբանքը, ինչպես որ գարելի չէ նկարագրել Հիսուսի գրած չարչարանքները իր ողջ դարողությամբ։ Մարիամ այդ վիշտը իր սրդի մեջ բահաձեր այն օրեն ի վեր, երբ Սիմեոն ծերունին մարգարեացավ, որ սուրմը պիտի անցնի իր սրդեն եւ անընդհատ գխորտաձեր այդ մասին իր սրդին մեջ։ Մարիամ առաջին հավատացյալն էր։ Ան Աստված Աստուծո դիրացած էր եւ Աստված իրեն դիրացած էր, որովհետեւ ան Աստուծո գամքը կգադարեր ամբողջապես։ Մարիամ գադարելության օրինակն է մեզի հավատացյալներուս համար Քրիստոսի ետք եւ հատկապես մայրերուս համար։ Աստված Մարիամը բադահական գերբով չընտրեց իր որդվույն մայրը ըլլալու համար, այլ զայն հadouk ստեղծեց այդ նպատակին համար եւ զայն ամեն տեսակ շնորհներով օժտեց բահելով զայն անարատ։ Մարիամի ամենեն ցայդուն արժանինքներն են իր հնազանդությունը եւ խոնարհությունը։ Երբ Գաբրիելը հրեշտակ հայտնեց Մարիամին, որ պիտի հղանա եւ որդիմը պիտի ծնանի, Մարիամ Աստուծո գամքին հնազանդեցավ առանց որևէ արարգության։ Միակ բանը որ ասավ, ինչպես պիտի լա այդ բանը, որովհետեւ ես այլ մարդ չեմ գիտեր։ Մարիամ գիտակից էր իր վիճակին ծանրագշրությանը, երբ ան Աստուծո ծրագիրը ընդունեց։ Անկիդակից էր իր ճագերդի մեջ աբորինի հղության հետևանքներուն այդ օրերու ընկերության մեջ։ Իսկ Գաբրիել հրեշտակը ոչ մեկ խոստում կամ երաշխիք չէր տված պաշտպանելու զինք։ Մարիամի հնազանդությունը, սերը եւ նվիրումը անպայմանական եւ ամբողջական էր Աստծո նկատմամբ։ Ճիշտ է, որ Մարիամ 15 տարեկան թերադի աղջիկն էր, բայց ան աստվածային իմաստությամբ ու զորությամբ լեցված էր ու գադարյալ մայր մտարցավ իր զավակին Հիսուսի համար։ Համբերությունը ուրիշ արժանիք էր Մարիամի մոտ։ Նույնիսկ իր ամենեն դաժանելի բահերուն, երբ կանգնած էր իր որդվին խաչին տակ, չգործընծուց իր հոգեգան ուժը, հավատքը, հույսը եւ սերը Աստծո նկատմամբ։ Եղիսաբեթ գիտակից էր Մարիամի առաքինություններուն եւ հանգամանքին։ Հովանես Մգրդիչի մայր Եղիսաբեթը, երբ ան Սուրբ Հոգիով առաջնորդված անոր գսեր, գիներու մեջ օրտնյալ ես տուն եւ օրտնյալ է զավակը, որ գգրես որովայնիդ մեջ։ Օրտնյալ կնշանակե սուրբ։ Ուրեմն Մարիամ սուրբ էր, ինչպես իր զավակը, որ իր արքանթի մեջ կգրեր։ Իսկ Մարիամ Սուրբ Հոգիով առաջնորդված անոր կպատասխաներ. Դերը պիտի քովապանեմ։ Ահա հոգիս կուրախանա Աստուծմով իմ փրկիչովս, որովհետև ան տեսավ իր աղախնին հեզությունը, ասկե իդ բոլոր սերունդները երանի պիտի դան ինձի։ Կարտացեք անպայման Ղուկասի առաջին գլուխը։ Հարկ չկա աստվածաբանական ոլորտներու մեջ մտնելու Մարիամի արժանինքները եւ կարեւորությունը բնութագրելու համար, բայց աստվածաբանության մեջ ընդունված իրողություն է, որ Մարիամ սահմանված էր դառնալու երկրորդ Եվան, որ իր սրբությամբ եւ անարավությամբ պիտի բարձրացներ գնոջ կերպարը, քավելով Եվայի մեղքը եւ վերացնելով անեծքը։ Եթե Եվան իր աստվածայնութենեն բարբվեցավ իր անհնազանդությամբ, Մարիամ Աստուծմով լեցվեցավ իր հնազանդությամբ, բայց անոր մեծակույն արժանիքը այն բանի մեջ կգայանա, որ ծնունդ տվավ լույսին, աշխարհի փրկչին, Մեսիահին, դիեզերքի արարիչին, ամենակարող Աստուծո միածին որդվույն, բանը, որ իր արքանթի մեջ մարմնացավ, իր արյունով ու փչիչներով սնանելով եւ իր գաթով թիացուց այն։ Ահա սիրելներ, ով գրնա աշխարհի մեջ Սուրբ Մարիամին հավասարել, ոչ ոք։ Ով իր մայրական գաթեն դված է Հիսուսին, բացի Մարիամեն։ Ահա Սուրբ Մարիամի թերը հadouk է, Սուրբ Մարիամը ինք հadouk է։ Արդարե Մարիամ մասնագից էր Աստուծո փրկության ծրագրին։ Նախ Մեսիան աշխարհ բերելու իր առաքելությամբ եւ ապա իր կյանքի ընթացքով միշտ նեցուկ կանգնելով իր որդվույն եւ հատկապես անոր ճարճարաններուն բաժնեգից դառնալով։ Մարիամ Աստուծո մայրն է։ Եթե գտնունի մեկը, որ Քրիստոս ինք Աստված է, Աստծո որդի Աստված է, եւ հետեւաբար Մարիամը Աստվածածին է, Աստուծո մայրն է։ Անլոք այն անոթը չէր, կորձիկը չէր, որուն Աստված օգտագործեց իր միածին որդվույն ծնունդ տալու համար,
ինչպես շատեր կգարձեն ավետարանական փոխական եկեղեցին։ Ոչ, անիկա բարձ անոթ չէր։ Միթե սովորական երևույթ է Աստվածորդին իր մեջ գրելը։ Անսովոր բան էր, չէ՞։ Մարիամ այն անարատ ու մակրամակուր անոթն էր, որ արժանի էր Աստվածորդին իր մարմնի մեջ գրելու։ Մարիամ Հիսուսին հետ միացած էր մարմնով, հոգիով եւ իր ողջ էությամբ։ Երբ Հիսուս իր խաչը կգրեր դեպի Գողգոթա, անհանդիպեցավ իր մորը, բայց անոնք ոչ մեկ բար փոխանակեցին, որովհետև խոսքերու գարիք չունեին։ Անոնց սրդերը գխոսեին, որովհետև անոնց սրդերը միացած էին եւ անոնց խորհուրդները նույնպես։ Աստվածաշունչը այս երևույթները չի բացատրեր, բայց նոր գդագարանի մեջ նման դեպքերու եւ իրադարձություններու կհանդիպինք, որոնք լուր վկայություն կտան Մարիամի եւ իր որդվույն Հիսուսի միջև գոյություն ունեցող սերտ կապին իրենց միության եւ Հիսուսի խոր մեծարանքին իր մոր նկատմամբ։ Գանայի հարսանիքին օրինակը վերցնենք։ Երբ Մարիամ իր որդվույն գտելաթրե ճուրը քինիի փոխել, Հիսուս կհնազանդի իր մորը հագարականոր, որ իր արակելության ժամանակը հասած չէր դակավին։ Հիսուսավ իմ ժամանակս հասած չէ, իմ աստվածային փառքս հայտնելու ժամանակը։ Այնքան մեծ էր Մարիամի աստեցությունը իր որդվույն Հիսուսի վրա։ Այս դեպքը իբրև հիմք կծարայի ուղղափառ եւ կաթոլիկ եկեղեցիներու մոտ Մարիամը թավաներու իբրև հզոր բարեխոս։ Տեսեք ինչ հրավ Հիսուս, որբեսի իր մորը խոսքը կեդին չցկե եւ բարեխոսությունը լսելով ինչ հրավ աբակայի ժամանակը Հիսուս մոդեցուց ներգայի մեջ բերավ եւ հրաշքը կատարեց։ Ահա թե որքան հզոր բարեխոս է Աստվածամայրը։ Իսկ այլ բաժարմը, թե ինչու ավետարանի մեջ ավելի լայն դեղեցություն չկա Մարիամի մասին, հակառակ իր այնքան կարևոր հանգամանքին։ Իմ ենթադրությունս այն է, գսե այս հոգևոր քույրը, որ Մարիամ բնավորությամբ լրագիած էր, չափազանց հեզ ու խոնար եւ գխուսապեր իր վրա ուշադրությունը գրավել է։ Այսօրվան գիներու կամ այսօրվան դղամարտոց պես չէր, որ ինքզինք ուզեր ցուցադրել, այլ լուր խոնար հեզ գիներ Սուրբ Մարիամ։ Եվ այդ խոնարհության պատճառով էր, որ Աստված զինք բարձրացուց եւ դարձուց իր միածին որդվույն մայրը, բադիվը, որ միայն իրեն վերաբահված էր աշխարհի բոլոր գիներու մեջ։ Կաթոլիկ եւ ուղղափառ եկեղեցիները Մարիամը կգոչեն նաեւ Սուրբ Հոգվույն հարսը, որովհետեւ անսուրբ հոգիով հղացավ եւ որովհետեւ անսուրբ հոգվույն 7 շնորհներով օժտված է։ Հոյագապ ու ներշնչող բանաստեղծություններ եւ շարականներ գրված են Մարիամի մասին։ Իսկ Սուրբ Նարեկացին Սուրբ Հոգիով ներշնչված զմայլանքով կներփողե Մարիամը հետևյալ խոսքերով։ Իր Մատյան ողբերգության աղոթակիրքի 80-րդ գլխու մեջ փանցա գսե Սուրբ Նարեկացին հրեշտակ մարտոցմե մարմնադեսիլ քերովպե երգնավոր թակուհի անխարն ինչպես օդը մաքուր ինչպես լույսը անշաղախ ինչպես բարձրացած արևին պատկերը քերազանց կան անգոխելի սրբությանցը թուն երանական խոստումին դեղը շնչավոր եթեմը անմահ կյանքի ծառը փոցերեն սուրով շրջապատված բարձրյալ հորմեն զորացած եւ հովանավորված հոգին հանգիստով պատրաստված եւ մակրակորձված որդին բնագությամբ հարթարված եւ դաղավարված անոր հորը միածինը քու անտրանիգդ ծնունդով քու որդիդ է իսկ արարչությամբ դեր սիրելիներ ծնունդով Աստվածամոր զավակն է Սուրբ Մարիամի զավակն է Հիսուս բայց արարչությամբ Աստվածամոր դերն է Հիսուս անաղատ մաքրությանը հետ նույն ադեն ամպից բարի անարած սրբությանը հետ խնամակալ բարեխոս հավասիկ սկանչելի ներփողմը Աստվածամոր նվիրված Քերեցիկ ներփողմը արտար է, որուն յուրաքանչյուր դողը խորհրդաժողովը նյութ կարելի է դարձնել։ Կաթոլիկ եւ ուղղափառ եկեղեցիները Մարիամը գտավանին իբրև Աստուծո մայրը եւ մեր հոգեվոր մայրը, երկնքի թակուհին, դիեզերքի թակուհին, խաղաղության թակուհին, եկեղեցվո մայրը եւ հիմնադիրը եւ դեր շատ ավելին։ Մարիամ այս բոլոր գոչումները ստացավ Քրիստոսի միջոցով։ Ինչպես Մարտին Լուտեր ինքը գվգայե, Մարտին Լուտերի խոսքը իմը։ Մարիամ պետք է մեծարվի ինչպես իր ցանկությունն է եւ իր ցանկությունը գարդահայտվի մագնիֆիկատ գոչված իր ներփողի մեջ որուն մեջ ան դեր կովապանե իր կորձերուն համար մագնիֆիկատ կնշանակե մեծացուսե
այն սիրելիներ բարերն են, որ Աստվածամայրը սա իմ անձս պիտի մեծարե զաստված եւ կաթոլիկ եկեղեցվո մեջ մագնիֆիկատ երկերու վերածված է, ինչպես մեր եկեղեցներու մեծացուցները զորս ամեն արավոտյան ժամերկության երկվի։ Իսկ մենք գսե Մարտին Լութերը ինչպես կրնանք հովապաներ զայն Մարիամը մեծարել կնշանակե զաստված մեծարել, կնշանակե Աստծո շնորհքը կովերկել։ Մարիամ ոչինչ է ինքնին, բայց ոչ Քրիստոսով։ Մարիամ չուզեր որ մենք իրեն երթանք, այլ գուզե որ իր միջոցով մենք Աստուծո երթանք։ Այս մասին Լուդերը փոքրական եկեղեցու հիմնադիրը 1521 թվականին գրած է իր մագնիֆիկատ գոչված ներփողին բացադրության մեջ։ Ուրեմն դարձյալ ուրիշ մեջբերումը Մարտին Լուդերեն, քանի որ փոքրականներ գսեն որ մենք Սուրբ Մարիամը բարձաբես անոթ կնկատենք, տեսեք իր հիմնադիրը փոքրական եկեղեցու հիմնադիրը ինչեր գսե Սուրբ Մարիամի մասին։ Գսե ան ամենավսեմ գինն է, ամենաբարձր գինն է եւ ամենեն ազնիվ քոհարը քրիստոնեության մեջ Քրիստոս է յետք։ Ան մարմնացումն է ազնվության, իմաստության եւ սրբության։ Մենք զայն չենք կրնար բավականաչափ մեծարել։ Իրեն բադիվ եւ կողովանություն պետք է դրվի այնպիսի ձևով, որ չվնասե Քրիստոսի կամ Աստվածաշունչին։ Անշուշտ, որովհետեւ Սուրբ Երորդությունը սիրելներ Փարքի բադիվի երկրպագության արժանի պաշտամունքի ոչ Սուրբ Մարիամը մեծարանքի։ Այս խոսքալ Լուդերի Սուրբ Ծննդյան քարոզեն արտված է 1531 թվականին։ Դարձյալ ուրիշ մեջբերումը գսել Լուդեր ոչ մեկ գին քեզի նման է, թուն ավելին ես քան Եվան եւ կամ Սարան Աբրահամի գինը, որ ավելի բարձր առաքինություններով օրտնված ես, քան ազնվությունը, իմաստությունը եւ սրբությունը։ Լուդեր գտնունի որ Մարիամ բոլոր քրիստոնյաներուն հոգևոր մայրն է եւ այդ մասին հետեւյալը գսե. Աստուծո մեզի դված սփոփանքն է եւ իր քերարատ բարությունը, որ մարդ կրնա այսպիսի քանցողը ցնցալ, Սուրբ Մարիամին է որ գակնարգե։ Քանց կգոչե Մարիամը եւ անով պետք է ցնցալ։ Մարիամ Աստուծո իսկական մայրն է։ Եվ ահա ուրիշ դերմը գսե. Մարիամ Հիսուսի մայրն է եւ մեր բոլորին մայրը, թեև միայն Հիսուս էր որ իր ձունգերուն վրա քնացավ։ Եթե Հիսուս մեզի կպատկանի, ապա մենք եւս նույն թրության մեջ պետք է լանք։ Ինք ուր որ է, մենք եւս հոմ պետք է լանք, եւ ինչ որ իրն է, նաեւ մերը պետք է լա։ Ուրեմն իր մայրը նաեւ մեր մայրն է։ Ահա սիրելներ, տեսեք ինչ սկանչելի ուրեմն քրություն Մարտին Լութերի գոմե։ Եթե ավելորդ Մարտին Լութերի քրություններն մեկը գուզե, ուրեմն գրնա համացանցի ջամփով Luther's work, Լութերին կորձերը կամ Martin Luther on Mary գրե եւ այս բոլորի մասին մի գարտա։ Վերջերս հոդվածը կգարտայի, որում մեջ հոդվածակիրը այս կարծիքը գարտայդե, որ ավիդարանական համայնքը գմերժե ըստ արժանվույն ճանչնալ Մարիամը, բարձաբես գաթոլիկները ժխտելու համար, որոնք զայն չափազանց կմեծարեն, բայց չեն բաշտեր, ինչպես կգարձեն շատերը։ Ես վստահ չեմ, որ Լուդեր այդքան լարված էր գաթոլիկ եկեղեցվո թեմ, նույնիսկ բարեկարգման այդ թեժ օրերուն, այլ կգարձեն, որ այդ իր հետևորդներն էին, որ այդ լարվածությունը ստեղծեցին։ Այս ցիրկորոշումը որոշ չափով հասկանալի է բարեկարգման այդ շիգացած մտնոլորտի մեջ, երբ Լուդեր մերժելով գաթոլիկ եկեղեցու այդ օրերու կորձելագերբը եւ քրիստոնեական հավատքի մատակարանումը անչադվեցավ եկեղեցին, բայց եւ այնպես բահեց իր խոր հավատքը եւ մեծարանքը Մարիամի նկատմամբ։ Վերջերս ցերկս մի քանի հոդվածներ անցավ, որոնք միևնույն գարձիկ գարտայդեին, որ ներկայիս ավիդարանական համայնքի մեջ մեծ հետաքրքրություն ստեղծված է Մարիամի նկատմամբ։ Գենթատրեմ ոչ հայկական շրջանակներու մեջ, որոնք կփորձեն զայն ավելի ամբողջական ձևով ճանչնալ։ Թեևս եմ այսօր նաև այս գադարիներ առաջ գրված էր այս հոդվածը, բայց այսօր ավիդարանական եկեղեցիներու մեջ կտեսնեմ, անսերու մեջ կտեսնեմ այդ հետաքրքրությունը Սուրբ Մարիամի նկատմամբ։ Իմ աղոթքս եւ իմ ցանկությունս է, որ բոլոր քրիստոնյա համայնքները միանան մեկ խորանի առջև, բաշխելով Սուրբ Երրորդությունը, ինչ որ մեր Տիրոջ ցանկությունն է, վերագանքելով Քրիստոսի խեղված ու անջանաչելի դարձած մարմինը
իր եկեղեցին։ Ես ալ սիրելներ նույն ցևով գաղութեմ, որ Քրիստոսի Սուրբ եկեղեցին միանա իր բոլոր հարանվանություններով, առաքելական, կաթողիկե եւ ավետարանական, որովհետեւ մենք բոլորս Քրիստոսի մարմինի անդամներն ենք, բոլորս անխտիր, եւ հետեւաբար պետք չէ իրար ծաղկենք, իրար հալածենք, այլ Քրիստոսի մեջ պետք է միանանք։ Եվ ինչ որ Քրիստոս իր քահանայապետական աղոթքի մեջ աղոթեց, գարտացեք Հովանու ավետարանի 17-րդ գլխի մեջ, խնդրելով իր հորմեն, որ մեկ ըլլան, մեկ հոդ ըլլա, մեկ հովիվով, ինչպես որ հայրը եւ ինքը մեկ են, թող ճշմարտվի Հիսուսի այս աղոթքը, եւ իսկապես մենք դառնանք մեկ հոդ, մեկ հովիվով Քրիստոսով, ամեն քրիստոնյաներ իրար հարգելով, իրար ներտաշնակ յանքով ապրելով եւ Քրիստոսի մարմինը ոչ թե փզկտելով, ոչ թե անջիդելով, բաժնելով, այլ միացնելով, որբեսի աշխարհը տեսնե, որ քրիստոնյաները միացած են եւ շատեր Քրիստոսի դառնալով հավիտենական կյանքին արժանի են։ Եկեք մենք ալ սիրելներ մեր ամբողջ սրտով մեծարենք Սուրբ Մարիամը, այս օրհնյալ գինը, որ առանձնահատուկ թեր ունեցավ Հիսուսը աշխարհ բերելու, իր արյունեն անոր արյուն դալու, իր միսեն ու ոսկորեն միս ու ոսկոր դալու, իր գաթեն խմցնելու, իր քիրգ առնելու, այս կինը, որ սուրեր անցավ իր սրդեն իր զավակին ցավերը տեսնելով, բայց մնաց հեզ ու խոնար եւ վերացուց Եվային փերած անեցք աշխարհեն։ Օրհնյալը լաստուն, ով Աստվածամայր բոլոր կանանց մեջ։ Աստված ցեզ արադաբես թողորտնե, բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։